դեռևս ընթացքի մեջ։ Դատախազությունում կարևորում են հանրության իրազեկումը հնարավոր ընտրախախտումների ժամանակ օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների մասին։ Իդեպ իրավապահները նշում են, որ եթե ընտրակաշառք ստացողները ինքնակամ ներկայանան իրավապահ մարմիններ, ապա կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Հայկ Հովհաննիսյան, Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ Հենց այստեղ անցնենք նախընտրական եռուզեռին։ Այսպես, Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Կոտայքում։ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը եւ հավաստիացրել, որ իրենց առաջարկած փոփոխությունները իրատեսական են եւ ընտրվելու դեպքում կյանքի կկոչվեն ամբողջությամբ։ Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր։ Արթուր Բաղդասարյանի նախընտրական խոստումն է։ Օրինաց երկրի առաջնորդը հավատարիմ կուսակիցների հետ այսօր Կոտայքի մարզում էր։ Հանդիպումներ ընտրողների հետ ու նախընտրական խոստումներ, այնպիսիք, որ ընտրվելու դեպքում հաստատ կատարվելու են։ Պետք է գիտակցենք, որ ստեղծված սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը մենք կարող ենք հաղթահարել միասին, համախմբված, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ներկայի ու ապագայի հետ կապված։ Քարոզարշավից ամիսներ առաջ ՕԵԿ-ականները շրջել են մարզերով ու հետաքրքրվել քաղաքացիներին հուզող հարցերով։ Եղվարդի էլեկտորատին օրինաց երկրի հիմնադիր առաջնորդը ներկայացրեց տեղի մեծամասնական պատգամավորության թեկնածու Տիգրան Նապոլեոնի Ղալեչյանին։ Երիտասարդ թեկնածուն պնդում է. «Ես ձեզանից մեկն եմ»։ Չարենցավանցի Տիգրանը խոստացավ, իր ընտրողները միշտ լինելու են իր ուշադրության կենտրոնում։ Շարքային քաղաքացին ունի մեկ գլխավոր կարիք, դա ուշադրությունն է։ Դա նաև որ իր падգամավորը լինի իր կողքին, ծառայի իրեն, իր շահերը ներկայացնի օրենսդիր եւ գործադիր մարմնում։ Կոտայքի տարբեր քաղաքներում հանդիպումներ ունենալով կուսակցության անդամները բաժանում էին իրենց նախընտրական ծրագրերն ու կոչանում միասին հավատալ, կառուցելով օրինաց երկիր։ Այդ ճանապարհին կավելանան նաև աշխատատեղեր, կբարելավի առողջապահական համակարգն ու լուրջ բարեփոխումներ կարվեն ուղղիչ աշխատանքային հիմնարկներում։ Մենք առաջարկում ենք ստեղծել պետական հանձնաժողով եւ ձեռնամուխ ենք լինելու դրա ստեղծմանը հենց առաջիկայում, որը պետք է գույքագրի Հայաստանի եղած հնարավորությունները ըստ տնտեսության ճյուղերի եւ բնակավայրերի ստեղծելու համար Հայաստանում զբաղվածության եւ աշխատատեղերի ստեղծման ազգային ռազմավարություն, որի նպատակը պետք է լինի անել հնարավորը պետության ակտիվ ու ագրեսիվ մասնակցությամբ երկրում նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Եղվարդիների հետ հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ականները հաջողություն եւ առողջություն մաղթեցին բոլորին, ընտրողներին էլ ողջախոհության կոչ արեցին։ Տիգրան Դանելյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Հանրապետական կուսակցությունը հետևողականորեն աշխատում է, որպեսզի երաշխավորի ամբողջ Հայաստանի համաչափ զարգացումը։ Տավուշի եւ Լոռու ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է իշխող կուսակցության նախագահը։ Սերժ Սարգսյանն ասել է, որ որքան էլ մայրաքաղաքը կարևոր դեր կատարի մեր կյանքում, մենք Հայաստանը Երևանով սահմանափակելու իրավունք չունենք, եւ այստեղ է, որ անհրաժեշտ է իշխանության միջամտությունը։ Դիլիջանը եւ Ստեփանավանը արդյունաբերական ու առողջապահական կենտրոնի համբավ էին վայելում։ Այդ տարածքների բնությունը առանձնահատուկ ձգողականություն ունի եւ իշխող կուսակցությունը խնդիր է դրել, որ դա մարդկանց բարեկեցության աղբյուր դառնա։ Բոլոր հարցերն ու լուծումները մանրամասն ծրագրված են, վստահեցնում է Սերժ Սարգսյանը։ Դիլիջանում ներդրումները լավ տեսանելի են, իսկ Ստեփանավանում այդ առումով շատ բան կա անելու։ Տարիների ընթացքում երկրի անվտանգության համար է շատ բան արվել։ Ժամանակ է ռեսուրսներն ուղղել դեպի մարդը։ Հատկապես հեռավոր մարզում ապրող։ Ամեն երկրում էլ մայրաքաղաքն ու մեծ քաղաքները կլանում են հիմնական միջոցները։ Մեզ մոտ էլ այդպես է, սակայն մենք Հայաստանը միայն Երևանով, որքան էլ այն կարևոր դեր կատարի մեր կյանքում, սահմանափակելու իրավունք չունենք։ Ավելին, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կենսական ենթակառուցվածքները չկենտրոնացվեն միայն մայրաքաղաքում։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, տնտեսությունից մինչև պետական կառավարում, կրթությունից մինչև առողջապահություն։ Կուսակցության առաջնորդն ընդունում է, որ բոլորի նման հանրապետականն էլ ունի իր առավելություններն ու թերությունները։ Միաժամանակ կոչված է մեկ անվիճելի առավելությամբ, վայելում է լայն ժողովրդականություն եւ կուտակել է ահռելի աշխատանքային փորձ։ Յուրաքանչյուրի համար լավ Հայաստանի հավատ ունի եւ խոչընդոտ չի տեսնում այդ ճանապարհին։ Սպիտակում օրինակ 3 նոր թաղամաս է կառուցապատվում եւ ընդարձակվում։ Արդեն տեսանելի է ժամանակը, երբ բնակարանային խնդիր այլևս չի լինի։ Այո, մենք կարող ենք իսպառ վերացնել 1980 թվականի ահավոր աղետի մեր աչքը ծակող բոլոր հետևանքները։ Այսօրվա երեխաները
այս սերունդը նրանց մասին պետք է իմանա միայն գրքերից։ Դոմիկները այդ ժամանակավոր խալխուլ կացարանները նոր սերնդին հանձնելու իրավունքը մենք չունենք։ Մենք դոմիկները իսպար վերացնում ենք, մենք դրանք ուղարկում ենք պատմության գիրկը։ Վարակելիսայի ճակատամարտից ընդամենը 2 օր առաջ հուսալքություններ եւ դասալքություն վանաձորցիներին հիշեցրեց Սերժ Սարգսյանը։ Ոչ ոք չէր հավատում հաղթանակին բացառությամբ մի քանի հոգու։ Այն օրերին դա անելն ավելի դժվար էր, քան այսօր։ Ձեզնից յուրաքանչյուրի մեջ ես տեսնում եմ նրան, ով չուսատվեց ու չդասալքեց, հավատաց ու փոխեց, մնաց, որ կառուցի եւ կառուցում է լույսի ու արդար վաստակի իր Հայաստանը։ Ես վստահորեն պնդում եմ, միասին ենք կառուցելու։ ՀՀԿ-ն օրակարգ ձևավորող ու առաջտանող թիմ է, ասում է կուսակցության առաջնորդը։ Այն ուժեղ պետության կողմնակից է, այնպիսի, որն օգնի աշխատող մարդուն եւ հոգ տանի անաշխատունակի մասին։ Լոռու եւ Տավուշի մարզերից Արթուր Գրիգորյան, Արման Ղարիբյան եւ Էդգար Դավթյան, առաջին լրատվական։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն ընտրողներին հորդորում է քվեարկել այն ուժի օգտին, որն առավել վստահություն է ներշնչում։ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները նախընտրական հանդիպումներ են ունեցել Սյունիքում։ Մարզի մյուս քաղաքներում կայացած հանդիպումներից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ելույթ ունեցավ Սիսյանցի ընտրողների առաջ։ Մենք գիտենք, որ մարդիկ սպասում են դրական տեղաշարժերի, նշեց ԲՀԿ առաջնորդը, այնուհետև ավելացրեց, որ իրենք քայլեր են նախանշել բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։ Ձեր ջերմությունը հավատը պարտավորվածություն է առաջացնում օր առաջ բոլոր խոստումներն իրականություն դարձնել, ասաց Գագիկ Ծառուկյանը եւ հիշեցրեց, որ իրենց խոսքը գործ է, քիչ ասելու են, շատ գործելու։ Անհրաժեշտ են փոփոխություններ, հարկային փոփոխություններ։ Ես կարող եմ բոլորը ոլորտ առ ոլորտ, սկսած ուսանողից, երիտասարդից, աշխատողից, կառուցողից, ծառայողից, թոշակառուից, կետ առ կետ բոլորն ասեմ։ Բոլորը ներկայացված է մեր ծրագրում, որ եթե դու կարդաք, կետ առ կետ գրած է, ամեն մի մարդ կարդալով անկախ իր ոլորտից ինքը կտեսնի, որ իր հուզող խնդիրն ու պրոբլեմը գրած է եւ լուծումն է գրած։ Ժողովուրդը պետք է զգա օր-օրի, ամեն օր, կա վերաբերմունք, կա փոփոխություն առօրյայում ապրելակերպում աշխատանքում։ Գագիկ Ծառուկյանի խոսքով ինքը ոչ թե անձնական շահի, այլ մարդկանց սատար կանգնելու համար է մտել պայքարի մեջ։ Ըստ նրա իր ցանկությունն է, որ Հայաստան երկիրը հզոր լինի, որ ընտանիքները կարողանան իրենց հոգսը հոգալ։ Եթե ընտանիքը բարեկեցիկ է, ուրեմն երկիրը հզոր է։ Նա պատրաստ է պայքարելու երկրի դեմ բոլոր մարտահրավերներին, իր ընտանիքի բարեկեցությունը անդորը պահպանելու համար։ Բայց եթե դա չկա, տղամարդը ամոթով է ներս մտնում, երեխայի երեսին, կնոջ երեսին նայելով։ Ես շատ եմ սիրում մեր երկիրը, այստեղից ես չեմ գնալու, բայց միայն իմ մասին չեմ մտածում, որ իմ գործերը լավ է, մնացածը ես անտեսում եմ։ Այլ ես զգում եմ, որ անհրաժեշտ է, որ մարդ նեղություն քաշի, ծանրության տակ մտնի, հետևողական լինի, որ երկիրը հզոր լինի, տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավի։ Ժողովրդին շատ բան պետք չէ, ասում է ԲՀԿ առաջնորդը, ուշադրություն, պայմաններ ու հավասար հնարավորություններ եւ նա ոտքի կկանգնի։ Մարդիկ ընդամենը հոգատար ձեռքի կարիք ունեն։ Ավանդների վերադարձման հարցում Ծառուկյանն իր մոտեցումն ունի։ Նախ պետք է ստանան պատերազմի մասնակիցները, տարեցները, անօգնական միայնակ մարդիկ, հետո միայն առավել ապահովվածները։ Այդ մոտեցումները մարդկային են եւ ժողովուրդը երբ որ տեսնում է կա արդարություն, ոչ կհիասթափի, ոչ կնեղանա, այլ գիտի որ արդարացի մոտեցում է, բոլորին էլ հավասարաչափ հնարավորություն է տրվում աշխատելու, ապրելու, վայելելու համար։ Ձեզնից է կախված, թե ինչպիսին են լինելու առաջիկա 5 տարիները, ընտրողներին է դիմում Գագիկ Ծառուկյանը ու հորդորում ընտրել այն ուժին, որն առավել վստահություն է ներշնչում, այն ուժին, որը պատրաստ է մշտապես լինել ժողովրդի կողքին։ Անհնարին ոչինչ, ոչ մի բան չկա։ Միայն հարկավոր է, որ մարդը ինքը իրեն հավատա, հետևողական լինի եւ իր խոսքը գործ դարձնի։ Մենք միշտ մեր խոսքը գործ ենք դարձել այս 20-30 տարիների ընթացքում եւ միշտ էլ ունեցել ենք հաջողություն եւ հաղթանակներ։ Հայաստանում մարդն այնքան թոշակ պետք է ստանա, որ կարողանա արժանապատիվ ծերություն ապրել, ասաց ԲՀԿ առաջնորդը Սիսյանի տարածաշրջանի Բռնակոտ համայնքում։ Այստեղ նաև հավաստիացրեց, որ իրենք քաջատեղյակ են գյուղացու խնդիրներին, գիտեն նաև դրանց լուծման ուղիները։ Այսօր ինչ է անհրաժեշտ, ասենք թե գյուղացում։ Հիմնական հարկավոր է մեխանիզացիա, ասենք թե պարարտանյութ, վառելիք, սել եւ հիմնական որ իր ասենք թե ստեղծածը նա կարողանա հանձնել։
ամենակարևորագույն խնդիրն է։ Ոչ թե գարնանը վառելիք չկա, պարտանոյ մեխանիզացիա չկա, կամ հավաքած բերքը կոպեկներով չի կարողանում հանձնել։ Ինձ համար ամենամեծ երջանկությունը ձեր օրհնանքն ու վստահությունը ստանալն է, սիսյանցիներին ասաց Գագիկ Ծառուկյանը, հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին եւ հավատալ բարեկեցիկ ու լուսավոր ապագային։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Առաջին լրատվական։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մենք դեռ կվերադառնանք քիչ ավելի ուշ, ես հարցազրույցի եթերաժամին սպասում եմ Վարդան Օսկանյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, արտաքին գործերի նախկին նախարար։ Մինչ այդ Հայ Հեղափոխական դաշնակցությունը մտավորականների հետ է քննարկել նախընտրական ծրագիրը։ Դաշնակցական գործիչներն ասել են, որ մեծապես կարևորում են մտավորականության դերը երկրի հասարակական քաղաքական կյանքում։ Նրանք վստահ են, որ երկիրը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ բոլոր ոլորտներում շարժիչ ուժը լինեն մտավորականները։ Ոչ թե քարոզարշավ, այլ քարոզարշավի շրջանակում հանդիպում Հայաստանի մտավորականների հետ եւ ինչպես Հայ Հեղափոխական դաշնակցության падգամավորի թեկնածու Վահան Հովհաննիսյանն է որակում, հանդիպում Հայաստանի մշակութային էլիտայի հետ, որը հաճախ նաեւ ժողովրդի տարբեր հատվածներին միավորող ուժ է։ Դուք եք ազգի էլիտան, ոչ թե նրանք, ում մասին մեր պարբերականները, թերթերը գրում են հայկական էլիտա, լավ չհասկանալով բառի բուն իմաստը, որովհետև ցավոք սրտի մենք այն դժբախտ ժողովուրդներից եք, որտեղ էլիտան եւ իշխանությունը չեն համընկնում։ Երջանիկ եւ առաջադեմ է այն ժողովուրդը, որտեղ էլիտան եւ իշխանությունը համընկնում են։ Պատգամավորի թեկնածուի այս ելույթը նրա խոսքով ըստ էության ունի իր լուրջ դրդապատճառները, ինչպես անել, որ ազգի իրական էլիտան ու իշխանությունը համաձայնության գան։ Հենց այս հարցադրման հանգուցալուծման նպատակով էլ Դաշնակցության падգամավորի թեկնածուները որոշել էին հանդիպել մտավորականության հետ։ Առանձնապես չխորանալով Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներում Վահան Հովհաննիսյանը ծավալուն խոսեց ծրագրի մեկ կետի մասին։ Դաշնակցության ծրագիրն է էլիտան դարձնել իշխանություն։ Իշխանություն տարբեր ոլորտներում, որտեղ լավագույնների ընտրության համակարգը դա միայն համապետական կամ լոկալ ընտրությունները չի, գյուղապետ, քաղաքապետ, թաղապետ, падգամավոր կամ նախագահ։ Մենակ այդ չեն ընտրությունները։ Ընտրությունները նաև մրցույթներն են, ընտրությունները նաև ֆեստիվալներում մշակութային առաջի, երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնելու, արդար կերպով զբաղեցնելու ունակությունն է։ Վերջապես տաղանդավոր երեխաներին բուհեր ընդունելու, անվճար սովորեցնելու, նույնիսկ կրկնում եմ, լավագույն ուսանողներին ընտրելու համար այդ նույն ընտրելու համակարգն է պետք։ Ինչպես պետք է տիրապետի հասարակությունը լավագույնին ընտրելու արվեստին, Դաշնակցությանը շարունակ մտահոգող հարցի պատասխանը падգամավորի թեկնածուները թեև գիտեին, սակայն ավելորդ չեն համարել եւս մեկ անգամ դիտարկումներ լսել հենց մտավորականներից։ Մեր խնդիրը հետևյալն է, վերադարձնել ձեզ հավատը, որ էլիտան դուք եք, ոչ թե փողը, էլիտան դուք եք, ոչ թե զորբայությունը, էլիտան դուք եք, ոչ թե լկտիությունը, որովհետև դրանք արդեն զբաղացրել են իրենց տեղերը։ ՀՅԴ-ն այսօր խնդիր ունի այդ տեղերը վերադարձնելու արժանիներին բոլոր ոլորտներում, ասում է Վահան Հովհաննիսյանը։ Մտավորականության հետ այս հանդիպմանը մենք ձայներ խնդրելու չենք եկել եւ ոչ էլ նախընտրական ծրագիրը քարոզելու, ասում է падգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։ Այստեղ այն մարդիկ են, ովքեր ոչ քարոզներով են առաջնորդվելու, ոչ էլ երկու օրում իրենց կարծիքը փոխելու են, հավելում է падգամավորի թեկնածուն ու ժողովրդի ընտրության մասին խոսելիս մեջբերում մտածողների խոսքը։ Չի կարող որևէ հասարակություն, ազգ, ժողովուրդ, պետություն առաջ գնալ, զարգանալ, կազմակերպվել, եթե չունի էլիտա։ Քաղաքական էլիտա, ռազմական էլիտա, տնտեսական էլիտա, հոգևոր էլիտա, մշակութային էլիտա։ Ի վերջո գիտեք, չէ, հայտնի մեծ մարդկանց խոսքեր կան։ Ցանկացած հասարակության մեջ, ցանկացած ժողովրդի մեջ 5%-ը այդ ազնվականությունն է, այդ էլիտան է, արժեքներով ապրող հատվածն է, 5%-ը տականքները, սրիկանները, թափթփուկներն են եւ 90%-ը այդ ժողովրդի բուն միջուկն է, ապրող, արարող, աշխատող մարդն է։
Կախված նրանից, թե տվյալ ժամանակահատվածում այդ հանրությանը ժողովրդին կառավարում է որ 5%-ը, հասարակությունը 90%-ն նմանվում է ստիպված կամ դառնում է այդ մտածողության տարժեքների կրողը։ Շատերին թվում է, թե Դաշնակցությունը հին կուսակցություն է եւ առաջնորդվում է հին պատկերացումներով, ասում է Աղվան Վարդանյանն ու հավելում. ավելի նոր ժամանակակից մտածող ու ապագային միտված քաղաքական ուժ, քան Հույդան է, падգամավորի թեկնածուն քաղաքական դաշտում առայժմ չի տեսնում։ Падգամավորի թեկնածուները